Ալիսա, շատ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք, գիտեմ, որ ամեն անգամ ինչ դժվարությամբ է ես տրվում, հա, ինչ որ խոսք ասել կամ ինչ որ թեմաների անդրադառնալ։ Վերջերս մենք ականատես եղանք, ինձ արդեն չգիտեմ, ես տպավորություն որ հաստատ կարելի ասել օկուպացված երկրում ենք, որտեղ միայն օկուպացված երկրում կարող են հերոսների հետ կռիվ տալ, ընդ որում վաղուց մեզանից հեռացած հիմա իրենք որոշում ունեն բառես բուն իմաստով պատերից քերել նահատակվածների, զոհվածների նկարները։ Նրանց մեջ է նաև ձեր որդին, խնդրեմ։ Չէ, նախ շնորհակալություն հրավերի համար, որդիս նկարների, եթե նկատի ունենք նկարները, հա, նկարներ չունենք, որովհետև ի սկզբանե ես դեմ եմ եղել, որպեսզի նման նկար լինի, որովհետև այդ զգացողությունը, որ այս հասարակությունը տղեկի հետ չի վարվելու այնպես, ոնց որ մոր սիրտը կուզեր, իմ մեջ վաղուց նստած է։ Դրա համար ես թույլ չեմ տվել, որ իմ տղայի նկարը լինի այն հասարակության անտարբեր, վախկոտ, ստորաքարշ հայացքների ներքո, որը կարող է երրորդ անգամ վերարտադրել այդ տղաներին գիտակցված մահվան տանող հրեշին։ Դրա համար ի սկզբանե դեմ եմ եղել դրան, բայց այն ինչ արվում է մյուս տղաների նկարների հետ, ես կարծում եմ սպասելի էր, որովհետև երրորդ վերարտադրությունը հավանաբար տվել է վստահություն այլևս չկեղծելու, որովհետև իրանք բնականաբար հասկանում են, որ իրանք ինչ կապ ունեն, իրենք և իրենց վերարտադրող հասարակությունը ինչ կապ ունի այդ տղերքի հետ, ինչ կապ ունի իրանք, ես կարծում եմ, որ ինչքան է ծնողների համար ծանր լինի, ոչ թե ծանր, այլ ես համարում եմ, որ դա խոշտանգում է ծնողի համար, որի որդուն տարել սպանել են, գիտակցված, ասում եմ, գիտակցված տարել են սպանության, անարգել են, ուրացել են, դավաճանել են այն արժեքը, որի համար այդ տղաները զոհվել են իրանց գիտակցությամբ, իրանց գիտակցված զոհաբերությամբ, հիմա էլ այդ տղաների հետքերն են ջնջում, որպեսզի մոռացության մատնեն իրենց դավաճանությունը։ Ես կարծում եմ, որ իրենց համար այո, շատ ծանր էր 6 տարի շարունակ հանդուրժել այն տղաների հայացքները, որոնք ինչ-որ կերպ հայլի են, որի մեջ իրենք նայելով գիտակցում են իրենց ոչնչությունը։ Իրանք գիտակցում են իրենց ոճրագործության ծավալները։ Իրանք գիտակցում են ինչ տեսակ ահռելի մեղքի մեջ են իրանք։ Դժվար էր նայել իհարկե նաև Ռոբերտ Աբաջյանի հայացքին և չհիշել նրա վերջին նախադասությունը, որը վերաբերում էր հենց իրենք։ Եվ իրենք Ռոբերտ Աբաջյանի վերջին խոսքի տակ են մնացել։ Եվ սրա հետ իրենք ինչ-որ մի բան պիտի անեին։ Ամենահեշտ միջոցը ջնջելն է, մաքրություն են կանում ամավան տակ։ Այս երկիրը ոտից գլուխ կեղտի մեջ է։ Ամեն հերթական անձրևից հետո այս քաղաքը վերածվում է աղետի էպիկենտրոնի։ Ու հանկարծ չգիտես ինչու, որոշեցին, որ այս քաղաքը կեղտոտում են Հայգազ Մկրտչյանի և Ռոբերտ Աբաջյանի նկարները։ Այդ նկարների կողքի աղբը չեք տեսել պատերին։ Անկեղծ ասած ես դեմ չեմ, որ իրենք մաքրում են այս նկարները, ասում եմ, կրկնում եմ, ինչքան է ծնողների համար սա խոշտանգում լինի, ոչինչ, մենք 6 տարի այդ խոշտանգումների միջով անցնում ենք, մեզ ամեն օր է խոշտանգում։ Մեզ ամեն օր խոշտանգում են, եթե որդուդ գիտակցված զոհաբերության տարած հրեշը դեռ ղեկավարում է այս երկիրը և այս երկրում կան, կապ չունի քանի, թեկուզ 100,000 մարդ, որը այո է ասում, այդ որդու մահվան տարած հրեշին, և այդ 100,000-ի մեջ կան, ոչ միայն պատահական անծանոթ մարդիկ, անգամ քեզ հարազատ մարդիկ, ոչ թե հարազատ, իրանք հարազատ չեն կարող այլևս կոչվել, այլ անգամ արյունակից մարդիկ, նշանակում է դու այս հասարակության հետ մեծ հաշվով, այլևս կապ չունես, գործ չունես, և իրենք էլ մեր տղաների պատկերների հետ գործ չունենք։ Ես կարծում եմ, որ քանի դեռ այս երկիրը ղեկավարում է այդ հրեշը, այդ դավաճանը, այդ տղաների պահած հողը հանձնած թշնամին, այս հասարակությունը և այդ հասարակության մեջ բոլորս, անգամ նրանք, ովքեր դրա հետ համաձայն չեն, դեռ իրավունք չունի այդ տղաների հայացքները տեսնելու, իսկ նրանք, ովքեր որ
վերարտադրել են եւ այս ամեն ինչը անում են, իրանք առավել եւս իրավունք չունեն այդ հայացքների ներքո ապրելու։ Թող մաքրեն այդ անկյունները եւ տեղազատեն Սաֆարովների համար, որպեսզի իրենք բախվեն Սաֆարովների հայացքներին։ Ես կարծում եմ, որ այս հասարակությունը առայժմ դրան է արժանի։ Գուցե շատ կոպիտ եմ ասում, բայց այն կարծիքն է։ Արցախցիներին միայնակ թողնել, հետո հրաժարվել Արցախից, հետո բացահայտ կանգնել, ասել Արցախը դա Ադրբեջանն էր։ Ինչ է զոհվածի հերոսի մոր համար։ Դες որ որդիդ այդ հողին, Անժելա ջան, դա խոշտանգումներ, որի մասին նշեցի։ Դա ամենօրյա մեր խոշտանգումն է, ամեն արտահայտություն, այս իշխանության եւ նրա տարբեր ձևաչափի երևույթների բերանից դուրս սպրդող այդ արտահայտությունները Արցախի դեմ, արցախցիների դեմ, ինձ համար ամենօրյա այդ խոշտանգումն է, որի մեջ ապրում ենք 6 տարի շարունակ։ Խոշտանգում։ Տարել են երեխու տեկել քո տնից տարել են այդ հողի համար։ մեր հողի համար։ Իմ համար Արցախը իմ հայրենիքն է, իրանց համար։ Ես այդ հարցը իրան բազմիցս տվել եմ, եթե դու կարծում ես, որ Արցախը Հայաստան չէ, ինչ ես իմ երեխուն եկել տարել, ոչ Հայաստանում, Ադրբեջանում ծառայելու։ Ես համարել եմ, որ Արցախը իմ հայրենիքն է եւ հպարտությամբ իմ երեխուն ուղարկել Արցախ ծառայելու, նույնիսկ այն ժամանակ, երբ որ այս երկրի ղեկավարն արդեն դու էիր, անարժան մեկը։ Անարժան դասալիքը։ Ես չեմ համարում, որ չարժեր Արցախը, որ ծառային մեր տղերքը։ Բայց եթե ինքը գիտակցել է, դա Արցախը Հայաստանի դարպասն էր։ Դուք տեսաք, որ դարպասը հենց որ բացեցի, Հայաստանի տարածքներից անմիջապես ինչ էր Արցախը եւ հանձնվեց։ Թե ինչ էր Արցախը Հայաստանի համար, ասել են այն մարդիկ, որոնք Արցախի համար անմիջական կյանք են տվել։ Ասել է Մոնթեն, ասել է Ազգալցյանը, Լեոնիդ Ազգալցյանը։ Փակում ես Արցախի էջը, փակում ես Հայաստանի վերջի էջը։ Տեսնում ենք ինչա կատարվում։ Իսկ մնացածը չգիտեմ, Արցախի էջը փակողներն են նաև այն հասարակությունը, որոնց աչքի առաջ այսօր հեշտությամբ ջնջվում են այդ տղաների նկարները։ Այդ տղաների նկարները ոչ միայն պատերից են ջնջվում, նաև հրահանգերը իջացված շատ վաղուց ներքին դպրոցներից փառքի անկյունները վերացնելու։ Ասեմ ձեզ, որ ես ինքս չէի ուզենա, որ իմ տղայի նկարը լիներ մի դպրոցի անկյունում, որտեղ տնօրենը կարող է հրահանգով հեռացնել այդ նկարը եւ այդ դպրոցում չգտնվեր 10 բարձր դասարանցի կամ 10 ծնող, որը կընդվզեր դրա դեմ։ Ես ինքս չէի ցանկանա, որ իմ տղայի նկարը լիներ նման որևէ դպրոցի որևէ անկյունում։ Անկեղծ ասած, այն դպրոցը, որը ավարտել է տղաս, 189 դպրոցն է Երևանի, ես չգիտեմ, այդ դպրոցից հանված է նկարները, թե ոչ։ Լսել եմ մի անգամ, որ հանել են, անգամ լսել եմ, որ տնօրենն ասել է, որ երեխաները վախենում են ինչ-որ։ Չնայած ավակ դպրոցը, հա, այսպես, չգիտեմ, չեմ ուզում պնդել, որովհետև ինքս իմ աչքով չեմ տեսել, բայց այդ դպրոցի տնօրենին մի անգամ տեսա Ազատության պատրաստած տեսանյութում, որ մասնակցում էր Աննա Հակոբյանի կրթվել է Նորաձևի այդ բանին եւ հասկացա, որ անխուսափելիորեն հաստատ նկարը հանված է, կրթվելուց հետո բնավ որ շատ են կրթվում, հասկանում են, որ այդ նկարները պիտի հանվեն։ Եթե պատահականությամբ, ինչ որ մի պատահականությամբ մնացել է տղայի նկարը այդ դպրոցի անկյունում, ես շատ կխնդրեի, որ այդ դպրոցի տնօրենը վերադարձներ ինձ այդ նկարը, եթե հնարավոր է։ Դու շատ չես սիրում այնպես խոսել պատմել, քիչ առաջ մենք որ զրուցում էինք, ասեցի շատ նահատակվածների, զոհվածների հետ, մեր տղաների հետ կապված ֆիլմեր կա, հաղորդաշարեր կա, դու այդ առումով բավականին զուսպ ես, բայց ես շատ պիտի խնդրեմ, որ գիտեմ, որ ինքը հետ մահու Շքանշանի արժանացավ եւ ինչ է ասել, այո, եւ ինչ է ասել իր հրամանատարը դա փոխանցեց մեզ Դավիթի Հոսին, ինչ է ասել։ Դավիթի հրամանատարը, որը արցախցի էր եւ ծանր վիրավորումներ ուներ ամբողջ ընթացքում, տարբեր ռազմական գործողությունների արդյունքում մի քանի վիրավորումներ էր ունեցել եւ այդպես նույնիսկ ամբողջությամբ չափակինված Դավիթի արիության մեդալը անձամբ է Արցախից բերել եւ ինձ փոխանցել, որպեսզի նաեւ անձամբ պատմի, թե Դավիթը ոնց է կռվել իր հետ միասին։ Ինքը այս խոսքը բազմից եմ ասել, ասաց, որ
Ես այնտեղ 19 տարեկան տղա չեմ տեսել, ես տեսել եմ 40 տարեկան հասուն մարդ, որի հետ հավասար կռվել է։ Հավասար կռվել է։ Բայց Դավիթը զոհվել է հետո եւ նահանջի ժամանակ որովհետեւ ընտրել անստել են մեքենան, որտեղ եղել են իր վիրավոր ընկերները։ Նստել է, այդ մեքենային փչացել է, հարվածել են, կապ են տվել, իրենց խոստացել են, որ իրենց հետևից կգնան, բայց հետո ոչ մեկ էլ չի գնացել, որովհետև արդեն, ինչպես գիտենք, ինչա տեղի ունեցել ընտել, գերագույն բարձր հրամանատարի ղեկավարած պատերազմի շրջանակներում անտերություն, դավաճանություն, կազմակերպված պարտություն։ Գիտեմ, բան դժվար հարց է, բայց այնուամենայնիվ ինչն է ուժ ասեմ, չգիտեմ ինչ բառ ասեմ, դուրս տալիս, որ ապրեք։ Գիտես, այդ կոնտրությունը չի։ Ես այսպես տարիների ընթացքում հասկացա, որ իսկապես կյանքում ահա մարդու ձեռքում չի, եւ դա կոնտրությունը չի ապրելը։ Իսկ ապրել ես, գիտեք, մենք մեր տղաների հետ զոհվել ենք։ Հատկապես այն կարգավիճակում, որում ես եմ, Դավիթը միակն է եւ իմ աշխարհն է։ Ես Դավիթի հետ զոհվել եմ եւ ինձ հենց դա է ուշ տալիս այդ միտքը, որտեղ եթե ես մտածեմ, որ Դավիթը զոհվել է, ես մնացել եմ, չգիտեմ, դա կարող ֆիզիկապես չմահանաս այդ պահին, բայց կարող է լագարվես այդ մտքից, բայց ես այս տարիների ընթացքում հաշտվեցի, համակերպվեցի այն մտքեր, որ մենք միասին ենք զոհվել։ Ու այն միտքը, որ դավը արդեն ցավը չի զգում եւ այդ ցավը մենակ ես եմ զգում։ Նաեւ այն միտքը, որ Դավիթը արժևում է ու ես գնում եմ դեպի Դավիթը։ Ինչ զգացողություն ապրումներ ունեցաք, երբ որ ձեր խոսքի մեջ դուք նկատեցիք, դե հիմա շատ է խոսում, որ շատ են կեղծել ձայները։ Եթե անգամ ստացել է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը 50,000 կամ 100,000 ձայն, ինչ զգացողություններ ունեցաք։ Ես անկեղծ ասած այս անգամ ինչ վիճակում։ Դժվար է, բարդ է դուրս գալ հասարակություն, շփվել հասարակության մեջ, որը երրորդ անգամ վերարտադրել է որդուդ կրկնում եմ մահվան տարած հրեշի հետ։ Իրանցից յուրաքանչյուրի վրա ես տեսնում եմ իմ տղայի արյունը եւ այն 5,000 տղաների արյունը, որը այս մարդիկ ամեն օր ուրանում են, ամեն օր դավաճանում են, դժվար է։ Ես մի բան ասեմ, չգիտեմ արժե ասել այս մասին շատ անձնական է, բայց հունիսի 8-ի առավոտյան որ աչքերս բացեցի մի հարց տվեց։ Մի հարց եկավ ուղղակի ուղեղիս մեջ, ասեցի Մարիամը ոնց կարողացավ հետո շարունակել ապրել այն ժողովրդի հետ, որը խաչել էր իր որդուն։ Ասենք Քավլիցի Մարիամի հետ համեմատություններ չեմ ուզում ասենք եւ այլ Հիսուսի, բայց Աստվածաշնչի կերպարները շատ իրական մարդկային կերպարներ են եւ այդ յուրաքանչյուր պատմությունը նրա համար է, որպեսզի մենք որպես օրինակ ունենանք մեր աչքի առաջ եւ որպես պատասխան ես ստացա, որ այն մարդիկ, Մարիամին օգնեցին այն մարդիկ, Մարիամը ապրեց այն մարդկանց հետ, որոնք հասկացան Հիսուսի զոհաբերությունը, որոնք գիտակցեցին այդ արյան գինը եւ հետո անգամ իրենք կյանքը տվեցին այդ զոհաբերության արժեքը հետո աշխարհին քարոզելու համար, էլ եւ ուզում ասեմ շատ դժվար է դուրս գալ, շփվել, ասում եմ, մարդկանց հետ, որոնք այն բութ գործիքն են դառնում ամեն անգամ, որը քեզ հերթական անգամ սպանում է։ Մենք մեր տղաներից տարբերվում ենք նրանով, որ իրենց սպանել են մի անգամ, մեզ իրենցից հետո ամեն օր սպանում ենք։ Մենք ապրում ենք մի երկրում, մի հասարակության մեջ, այնու խոսքային ծնողներն է վերաբերում, որոնք գիտակցում են ինչա կատարվել, հասկանում են եւ իրենց երեխեքի արյունը աշխատավարձի կամ չգիտեմ, մի Նիկոլ Փաշինյանի մի ժպիտի հետ չեն փոխել կամ մի գրկախառնության կամ մի կոմպլիմենտի հետ, որ դու վարչապետ ես։ Մեզ ամեն օր են սպանում, 6 տարի շարունակ մեզ ամեն օր այս հասարակությունը սպանում է։
սպանում է իր ուրացումով։ Ամեն օր ուրանում են այդ երեխեքին, ամեն օր ուրանում են այդ հողը, որը նրանք պաշտպանել են, ամեն օր ուրանում են արժեքները, որոնք պահելու համար այդ երեխեքը զոհաբերվել են, ու կապ չունի գիտակցաբար, թե նույնիսկ ոչ գիտակցաբար, որտեղ 18 տարեկան զորակոչված երիտասարդը դու չգիտես ինքը գիտակցության որ աստիճանում է, բայց այն փաստը, որ իրանք հենց այդ գործի մեջ են նահատակվել, արդեն իրանց դարձնում է անմահ։ Ինչի համար եմ ասում, բայց նաև ինձ ուզում ասեմ, մենք ուժ ենք առնում են մարդկանցից, որոնք այնուամենայնիվ կան, քիչ չեն, շատ են, եւ ես կարծում եմ, որ այս անգամ անհամեմատ ավելի շատ են, մենք բոլորս գիտենք, այս ընտրությունները կեղծիքների աննախադեպություն է։ Այս ընտրությունները կեղծվել են 2021 թվականի ընտրությունների հաջորդ օրը։ Այս ամբողջ ընթացքում այս հասարակությունը պահվել է վախի, հետապնդումների, որ ցանկացած ընդդիմադիր հայացքներով մարդ անպայման հետապնդվել է, անպայման ցանկացած գրառման համար։ Մենք գիտենք, հենց հիմա շարունակում են, երբ որ մարդիկ իրենց հայացքների համար, մեկ գրառման համար անգամ հիմա չեն թաքցնում, բաց է այդ ամբողջը։ Եվ այդ ամեն ինչին հավանություն են տալիս արտաքին ուժերը, որոնք այս ամեն ինչում ունեն բնականաբար իրենց շահերը, ես ասում հայկական Ծիրանը գուցե այսօր Եվրոպա չհասնի, բայց Հայաստանում կա այսօր մի ապրանք, որը անսպառ ծավալներով հնարավոր է արտահանել։ Հնարավոր է արտահանել եւ արևմուտքը դրա համար շատ բարձր գին է վճարելու։ Եվ այդ ապրանքը հակառուսականությունն է։ Դա մի ապրանք է, որի դիմաց վճարելու են սրանց եւ այն բացը ժողովուրդը փորձելու են լրացնել այն նյութական բացը, բայց ես կարծում եմ նաեւ, որ ժամանակն է, ես դա շատ վաղուց եմ ասել, անկեղծ ասած այս ընտրություններից հետո ուղղակի ես համոզվեցի դրանում, դրա համար ինչ որ առումով հիմա ավելի հանգիստ եմ։ Այս ժողովուրդը, Նիկոլին վերարտադրած ժողովուրդը ինքը պիտի անպայման առերեսվի իր ընտրության հետևանքների հետ։ Եվ մենք մարդիկ, որոնք 6 տարի շարունակ, 5 տարի շարունակ պայքար են մղում, անդիմադիր դաշտում, տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերով, պիտի այդ երկուսին թողել դեմ առ դեմ։ Ես չեմ ասում պիտի հիմա ընդդիմությունը ոչինչ չանի, մենք է ոչինչ չանենք։ Ես իմ կռիվը շարունակելու եմ, որտեղ իմ կռիվը իմ երախոն մահվան տարած հրեշի դեմ է։ Ես իրեն չեմ հանդուրժելու։ Ինքը հանցագործ է եւ այդ հանցագործը պիտի պատժվի։ Անկախ նրանից ես այս պահին ինչ գործիք կունենամ։ Իմ ձայնը կլինի քվեատուփում, թե այս խոսքը կլինի հիմա այս եթերում, չգիտեմ, բայց այն գիտակցումը, որ ես գիտեմ ինքը ով է, իմ համար դա շատ մեծ արժեք է։ Այն գիտակցումը, որ ինքը երբեք ինձ չի խաբել, որ ես միշտ իր կեղտոտ արարավոր էությունը տեսել եմ եւ ինքը ոչ մի վայրկյան ինձ չի կարողացել մոլորեցնել, դա ինձ համար կարեւոր արժեք է, եւ այս քանի շնչում եմ, թույլ չեմ տալու, որ այդ անարդարությունը այդպես սովորական հալած յուղի տեղ անցնի։ Պայքարելու եմ, բայց թույլ տալով ինչ որտեղ մի քիչ հետ քաշվելով, որպեսզի, ասում եմ, իրեն վերարտադրած հանդրույթը առերեսվի իր ընտրության հետ։